Թավջութակը նրա ձեռքերում հրաշքներ է գործում։ Աշխարհի ամենահեղինակավոր բեմահարթակներում հանդես եկող ֆրանսիահայ այդ երաժիշտը օգտվում է իր էթնիկ ծագումը ընդգծելու ցանկացած հնարավորությունից։ Աստրիկ Սիրանոսյան, ֆրանսիահայ երաժիշտ, թավջութակահար, մի շարք երաժշտական փառատոների հիմնադիր ու ղեկավար։ Ես ձեր հայկական անունով դիմեմ, հա, Աստրիկ։ Այո։ Գիտեմ, որ Լիոնում եք ծնվել, իսկ ձեր նախնիները որտեղից են Ֆրանսիա գաղթել։ Ուրեմն մամաս Բերութ ծնած է, Լիբանան, իսկ բաբաս արդեն Ֆրանսիա ծնած էր։ Իսկ ավելի խորը արմատները։ Բաբայիս կողմեն Բոլիս, մամայիս կողմեն Մարաշտի են, Գելիգիա, բայց մեծ հայրս եւ մեծ մայրս մամայիս կողմեն Ալեպ, Չարթեն հետո հասան որբանոցներ Սուրիա եւ հետո մամայիս սերունդը բոլորը Լիբանան ծնած են։ Թե գիտեմ հայրիկը նույնպես երաժիշտ է։ Այո, իմ հայրիկս Ալեքսանդր Սիրանոսյան մեծ երաժիշտ է, կոնսերվատուարի դոնորեն եղած է, չափկուդար, մեծ նվագախումբներ ղեկավարեց եւ դաշնամուր գնահատել եւ շատ ինքը Հայաստանի հետ գաբը շատ շուտով ունեցավ եւ օգնեց շատ կոմպոզիտորներ Հայաստան։ Խորհրդային տարիներին դա հեշտ չէր, հա։ Այո։ Կապիտալիստական Ֆրանսիայի ու խորհրդային Հայաստանի միջև մշակութային կապերը այդքան զարգացած չէին։ Այո, բայց ինքը միշտ փորձեց ինձ շատ անեկդոտներ գտնում էր, ինչպես գտիմավորեին իրեն Հայաստան, երբ որ հյուրանոցներուն մեջ գիշերվա մեջ իրեն սենյակին մեջ գալիս էին, որ փնդրեն ինչ որ բաներ իրեն սենյակին մեջ։ Չէ, ուղղակի շատ հետաքրքիր, բայց կարծեմ թե ավելի հեշտ էր Ֆրանսիային գալ սովետական միություն, քան թե հագարակը, բայց շատ, ասենք թե շատ կոմպոզիտորներ Արնո Բաբաջանյանը, Էդուարդ Միրզոյանը բերավ Ֆրանսիա, որ իրենց երաժշտությունները նվագվին։ Բնական է, որ այդպիսի ընտանիքում դուք մանկուց երաժշտությամբ եք զբաղվում։ Այո, շատ անգամ գսեմ, որ իմ մայր լեզուս հայերենն է եւ իմ հայր լեզուս երաժշտությունն է, այո։ Փոքր տարիքից հենց թավջութակ եք նվագում, թե նաև այլ գործիքներ։ Չէ, ես իմ մեծ քույրիկս Շուշան ճուտագարուի է եւ անշուշտ մեծ քույրիկիս պես ուզեցի ճուտակ նվագել, երբ որ 2 տարեկան էի, իսկ երբ որ 4 տարեկան էի, ուզեցի նստած լալ, ոտքի վրա չէի ուզում մնալ։ Հարցուցի մեծ ճուտակը, ուրեմն 4 տարեկանից սկսա թավջութակ նվագել։ Փոքրիկ 4 տարեկան երեխայի համար մեծ ջութակը շատ դժվար բան չէ։ Չէ, բայց փոքրիկ չափեր կան, ասենք։ Այսինքն մանկական թավջութակները մանկական, ասենք փոքրիկ։ Բայց իսկական գործիք է։ Իսկական գործիք է, այո, գարանք նվագել։ Առաջին համերգներս մենակադար նվագախումբի հետ 6 տարեկան էի։ Աստրիկ Սիրանոսյանը 6 տարեկանից պրոֆեսիոնալ երաժշտական բեմում է։ Լիոնի ու Փարիզի կոնսերվատորիաները ավարտելուց հետո նա շարունակել է ուսումը շվեյցարական Բազելում, ուր մագիստրոսական 2 դիպլոմ է ստացել։ Մեր հայրենակցուհին դեռ պատանի տարիքում մի շարք հեղինակավոր երաժշտական մրցույթների դափնեկիր էր դարձել։ Նա հաջողությամբ հանդես է եկել աշխարհի առաջատար բեմահարթակներում։ Նրան ծափահարել են Նյու Յորքի Քորնեգի հոլում ու Վաշինգտոնի Քենեդի ցենտրում, Վիեննայի Մյուզիկ Ֆերեյնում ու Բրյուսելի Ֆլազեում, Բերլինի Ֆիլարմոնիկում ու Փարիզի Նոտրդամում, Բուենոս Այրեսի Կոլոնում ու Տորոնտոյի Աղախան մյուզեումում։ Զարգացնելով մենակատարի անհատական կարիերան, Աստրիկը երբեմն հանդես է եկել նաև որպես առաջին թավջութակահար հայտնի սիմֆոնիկ նվագախմբերի կազմում։ Աշխարհահռչակ դիրիժոր Դանիել Բորենբոյմը նրան ժամանակին առաջարկել էր միանալ իր West East Divan օրկեստրին։ Մեր հայրենակցուհին համագործակցում է նաև իր քրոջ ջութակահար Շուշան Սիրանոսյանի հետ։ Նրանց լարային դուետի թողարկած ալբոմը երաժշտական քննադատների բարձր գնահատականների է արժանացել։ Եվրոպացի դասականներից բացի Աստրիկ Սիրանոսյանը հաճախ է կատարում նաև հայ հեղինակների ստեղծագործությունները։ Կոմիտասի երաժշտությամբ ալբոմ է ձայնագրել։ 2025 թվականի սեպտեմբերին Աստրիկը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևներից մեկի արժանիքների համար ազգային շքանշանի։
դեռ պատանի եք, երբ ձեր նկատեցին եւ երաժշտական քննադատները եւ մամուլը, այդ իմաստով բնական էր, որ կոնսերվատորիաները մի քանիսն են ավարտելուց հետո դուք արդեն վստահորեն սկսեցիք ձեր մասնագիտական կարիերան։ Այո, մրցույթներ շայեցա եւ հետո ուրախ է ես փեմ գնալ եւ աշխատել շատ կսիրեմ տավճտագիս հետ ժամանակ անցնել, այսինքն շատ մեծ հաճույք է։ Ամենասիրած աշխատանքս է եւ կարծեմ, որ աշխարհի ամենագեղեցիկ կորձն է երաժիշտ լինել։ Դուք հենց մենակատարի կարիերան եք սկսել հենց ամենասկզբից, թե նվագախմբերում եք կատարել որպես շարքային, չգիտեմ, սկիզբը նկատի ունեմ, շարքային թավջութակահար։ Չէ, ուղղակի ես եւ իմ տեմպերամենտը դա է, որ խումբի մեջ լալ չեմ կարծել, որ շատ ատողությունը երբեք չեմ նայած, ամենաբարձր ուղղությունը նայած եմ մենակատար լինել։ Բոլորը կուզենան մենակատար լինել, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում։ Ձեզ մոտ դա ստացվեց։ Չեմ կարծել, որ բոլորը ուզում են մենակատար, դա մի քիչ դժվար կյանք է մենակատար լալ, շատ ճամփորդություններ կան, շատ կորձ կա։ Չեմ կարծել, որ ամեն մարդ ուրախություն կրնա գտնել մենակատար կյանքին մեջ։ Մեծ բաշտոն է մենակատար լալ։ Ատկանալ հեշտ չէ, ես սիրեցի այս կյանքը, իմ ընտանիքիս մեջ ասանք էր մեր ուղղությունը, ամենաբարձր դեղերը պետք է հասնենք կամ պետք է փորձենք հասնել, որտեվ հայ ենք, որտեվ Ֆրանսա ծնած ենք եւ պետք է որ ցույց տանք, որ մենք ինչպես հայ փայլուն ժողովուրդ ենք։ Բայց դուք նաեւ շատ հեղինակավոր նվագախմբերում առաջին թավջութակահար եք եղել։ Մի հատ նվագախումբի մեջ Դանիել Բաղենբոյմի հետ, ադիգա ուղղակի ինչպես ասենք, աս նվագախումբը շատ բավական հետաքրքիր նվագախումբն է։ Աս նվագախումբը նախ Դանիել Բաղենբոյմին հետ աշխատանքը շատ կարևոր էր եւ աշխարհահռչակ դիրիժոր։ Այո, այդ շատ հետաքրքիր եւ շատ սորվեցա անշուշտ Դանիել Բաղենբոյմին հետ աշխատելի։ Աստղիկ, նուրբ ու փխրուն կին եք, մեծ գործիք եք նվագում։ Ֆիզիկապես դա հեշտ է։ Աս հարցումները ես ինձ երբեք չեմ հարցուցած, բայց դիգուց սկսել եմ թավջութակ նվագել, ոնց որ թավջութակը իմ համար ոնց որ իմ մարմինիս մեկ մաս լինի, միշտ հետս է, շատ քիչ կբադայի որ ճամփորդեմ առանց թավջութակից, ոնց որ տկլոր լինեմ կամ ոնց որ մի մաս բագաս է ինձ, շատ հետաքրքիր է ուրեմն չեմ գնալ բացատրել եւ հարցումը ինչպես գին, ինչպես աղջիկ երբեք աս հարցումները ես ինձի չունեցա։ Թավջութակ նվագել ուժի հետ կապված չէ, ուժը չէ։ Տեխնիկաբես ամեն մարդ կնա աշխատել, ուժ պետք չունի ուղղակի կորդիկս 8 կիլո է, կնալ ձանր չէ։ Նվագելը ուժով պետք չէ որ նվագել, ավելի շատ պետք է խելք ունենանք եւ ադիգա չեմ կնարսել եթե աղջիկները կամ տղաները ավելի խելք ունին, բայց եթե ավելի տղամարդներ կան, երևի որտեվ մենակատար լինել մեկ հատ կյանք մնե, որ ուղղակի պետք է որոշենք քիչ մհերու լալ ընտանիքեն, միշտ ճամփորդությունի մեջ լալ երևի դա ավելի տղամարդերու համար կյանք է։ Բնական է աշխարհով երբ շրջագայում եք, աֆիշների վրա գրվում է Աստրիկ Սիրանոսյան Ֆրանսիա։ Այո։ Բայց դուք օգտվում եք հնարավորությունից ընդգծելու, որ դուք հայ եք, որ դուք նաև ինչ-որ չափով Հայաստան պետությունը եւս ներկայացնում եք։ Գիտեք, ես արդեն գրված է անունից վրա Աստրիկ Սիրանոսյան։ Ոչ բոլորն են կռահում այդ ազգանունից, որ հայկական ազգանուն է։ Հա, Յանը արդեն բավական ես հայ պասպորտ հայկական պասպորտ ունեմ, յան ֆրանսական եւ դա երևի ես արմատներս ամեն մորտս, մազերս, արվինս ամեն բոլորս հայ է, բայց ուսումներս ամեն գրթությունս ունեցա Ֆրանսան եւ Եվրոպան ինձ այս պայմանները տվավ, երբ որ գնում էի Հայաստան հասկացա շատ շուտ, որ Հայաստանի կյանքը եւ դժվարությունները երբեք չեմ ապրած։ Մի կողմով ես իմ հայությունս շատ ռոմանտիկ հայություն մնե եւ բայց անդորամար ես հետ չեմ սիրեր արտասահմանի հայերը, որ խոսում են շատ հայաստանցիներուն վրա, որտեղ մենք
հայաստանցիներուն կյանքը դժվարությունները երբեք չեն ունեցել։ Նույն ձևով, երբ որ պատերազմի ժամանակ ամբողջ Ամերիկայի, Ֆրանսիայի հայերը խոսում էին շատ եւ երբ որ իրենց հարցում էի, բայց դուք ձեր դղաները գողարգեք, որ գրվին Հայաստանի համար, ասում էին դե չէ, դե ուրեմն ես ասում էի իրենց, դե ուրեմն ոչ մի իրավունք չունեք խոսելու Հայաստանի եւ հայաստանցիներուն մասին։ Դրա համար ինձ համար կարեւոր է ասել, որ արմատները անշուշտ հայ են, բայց ես ֆրանսացի եմ, չեմ ուզեր պարտադել դժվարությունները, որ ես չեմ ունեցել իմ կյանքիս մեջը։ Աստղիկ Սիրյանոսյանը ոչ միայն երաժիշտ է, այլև զբաղվում է պրոդյուսերական գործունեությամբ։ 2018 թվականին նա հիմնադրել է Cyrano Prod ընկերությունը, որը մասնագիտանում է Ֆրանսիայում ու արտերկրում համերգների ու հյուրախաղերի կազմակերպման գործում, ինչպես նաև աջակցում է ձայնագրման նախագծերի իրականացմանը։ 2019 թվականին Աստղիկը իր ընկերների հետ ստեղծել ու գլխավորել է Սպիտակ Սևան ասոցիացիան, որի առաքելությունն է օգնել Հայաստանի ու Լիբանանի պատանի երաժիշտներին։ Ասոցիացիան երաժշտական դպրոցների տաղանդավոր սաներին երաժշտական գործիքներ է նվիրում, կազմակերպում է նրանց համար վարպետության դասընթացներ ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նրանց ուսուցիչներին։ Սպիտակ Սևանը ծրագրում է Երևանում հիմնել լարային գործիքների պատրաստման արվեստանոցներ, սովորեցնելով ու վերապատրաստելով հայ ջութակագործ վարպետներին։ 2025 թվականին մեր հայրենակցուհին հիմնադրեց Traveling Musicians ոչ կոմերցիոն կազմակերպությունը։ Այն զբաղվում է պրոֆեսիոնալ երաժիշտների ճամփորդության պայմանների բարելավմամբ, մասնավորապես խորհրդատվություն է տրամադրում մեծաչափ երաժշտական գործիքների տեղափոխման օպտիմալ եղանակների վերաբերյալ։ Ասոցիացիան հեշտացնում է լոգիստիկ խնդիրների լուծումը ինքնաթիռով, գնացքով կամ նավով երաժիշտների ճամփորդությունների ժամանակ։ Նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն եք նվագում։ Այո։ Այ բառացիորեն 3 ասացիք, որ Արամ Խաչատրյանի կոնցերտն եք նվագել։ Դա շատ կարևոր է, գարզեմ, եթե մեկը կա ինձի լսե համերգի ժամանակ, միշտ հայկական կորզումը կնվագեմ։ Գնամ տասական երաժշտություն բոլոր համերգ մնել, բայց միշտ մի փոքրիկ գոմիդասի կամ ժողովրդական հայ երաժշտությունը միշտ նվագում եմ ամբողջ։ Դուք այսինքն դա նպատակաուղղված անում եք հայկական արվեստը պրոպագանդելու նպատակով։ Չեմ գիտի եթե պրոպագանդա ասել, բայց եթե մի բան կա, որ ամենալավ ձևը, որ անոնք որ Հայաստանի մասին կամ հայերուն մասին չեն գիտեր ամենագեղեցիկ եւ ամենանուրբ ձևը փոխանցել մեր կանցերը ինչպես հայ, կասեմ երաժշտությունն է։ Ես երբ որ նվագում եմ հայկական կորզումը, մարդիկ լացում են, մարդիկ ու ես վստահ եմ, որ դա եթե փոխանցել մեր գեղեցկությունները որ ունենք, դա ամենալավ ձևն է, որ մարդիկ ուղղակի ուզենան հետաքրքրվել Հայաստանի մասին եւ հայերուն մասին։ Մարդիկ ինձ հետո քրում են, ասում են, «Ահա ինչ էր հայկական կորզը, որտեղ garanք լսել, որտեղ»։ Եվ շատ անձեր գիտեմ, որտեղ հայկական երաժշտությունի հետ ուղղակի հուզվեցան, ուզում են հետո գնալ Հայաստան, հետաքրքրվել։ Դա ինձ համար մի ձևով հույս է։ Ասեք, քույրիկի հետ համատեղ աշխատում եք։ Այո, անշուշտ իմ քույրիկիս հետ փորձում ենք։ Ինքը ուղղություն արավ ժամանակակից երաժշտություն, բայց անշուշտ մեկ հատ ձեռակիր մնալ ունենք, կոչվում է 1000 տարի հայկական երաժշտություն, Գրիգոր Նարեգացիից սկսյալ մինչև հիմակվա երաժշտությունը։ Եվ անշուշտ փորձում ենք գեղեցիկ եւ խելացի ձեռակիրներ անել։ Մեզ համար քիչ մը հեշտ է, անշուշտ երկու քույրիկ, մեկ հատ ճուտակ կնվագենք, մյուսը թափշտակ կնվագենք, դա անշուշտ հեշտ է, որ միասին նվագենք,
բայց մենք ինչ որ հեշտ է շատ չենք սիրել։ Մենք սիրում ենք ինչ որ արժեք ունի, աշխատանք ունի։ Աստղիկ, դուք մի շարք երաժշտական փառատոնների հիմնադիր եք, գեղարվեստական ղեկավար եք, պատմեք այդ ձեր գործունեության մասին։ Այո, 4 փառատոն ունեմ։ Աստրիկ Սիրանոսյանը երաժշտական 4 փառատոնների կազմակերպիչ է։ 2016 թվականին նա իր ծնողների բնակավայրում Ռոման-Սյուր Իզեր քաղաքում առաջին անգամ անցկացրեց Le Musicat փառատոնը, որը այնուհետ ավանդական դարձավ։ Աստրիկի տնօրինությամբ անցկացվող այս մասշտաբային միջոցառման առանձնահատկությունը այն է, որ այն միավորում է երաժշտության, գրականության ու գաստրոնոմիայի սիրահարներին։ 2023-ին Աստրիկը դարձավ ֆրանսիական Դրոմ նահանգում անցկացվող Ադել Կլեմանի անվան ջութակահարների փառատոնի գեղարվեստական ղեկավար։ 2024-ին նա գլխավորեց Տրուվիլի Լիլա and Նադիա Բուլանժեր փառատոնի տնօրինությունը, իսկ 2025-ին Մոնրաշեում հիմնադրեց շատ յուրահատուկ մի փառատոն, որը համախմբում է ջազի ու դասական երաժշտության այն ականավոր կատարողներին, որոնք անտարբեր չեն գինու նկատմամբ։ Այ հետաքրքիր է, այդ ձեր գաղափարը, փաստորեն, դուք փորձում եք համատեղել երաժշտությունը, գրականությունը, գաստրոնոմիան, հա, այդ գաղափարը որտեղից առաջացավ։ Ինձ համար երաժշտությունը ընտանիքի լեզու է։ Եվ երբ որ աշխատում ենք, բարեկամներու հետ, ընկերներու հետ ջաշ էինք ուտվում, երբ որ բզդիգ էի, միշտ նվագում էինք քույրիկիս հետ։ Ու ինձ համար երաժշտությունը գապված է քրությունի հետ, գաստրոնոմիայի հետ եւ այլ մամաս կինի մասնակետ է եւ մանավանդ Հայաստան կինի է անում Ագոս կինին։ Այո, վստահ եմ, որ եթե ուզում ենք, որ պուբլիկը կա տեստասական երաժշտությունի մեջ, պետք է որ իրեն նոր ուղղություններ ցցնենք կամ Բայց վիրավորական չի, որ գինով պետք է գրավեք հանդիսատեսին։ Բակինին լավ բան է, հա։ Որ ամեն գիտեք, լավ գենացին սովորությունը ամբողջ մեր ֆրանսացի ընկերները ունին հիմա։ Բաբաս սորվեցուց ամեն ընկերներուս, ամեն ընկերուներուս, ամեն մեր բարեկամները ամենը գենացին իմաստը գիտեն եւ երբ որ համերգ կա, համերգից հետո եւ գին ենք խմում, անշուշտ գինին մեկ ծևովալ հիշողություն մնե, ադոնք որ չեն գիտեր, որ առաջին խաղողները Հայաստան եղած են, որ Հայաստան առիթ է հիշեցնելու, ընդգծելու, քարոզելու հայկական։ Այո, միշտ։ Երևի ամեն իմ կորզերուս յետևը գա այդ միտքը, նախ երբ որ ես նվագում եմ մնակադար ամբողջ աշխարհին մեջը, իմ անունս հայ է, իմ դեմքս հայ է, դրա շատ մեծ մոտիվացիա եղած է իմ կյանքիս մեջը, որտեղ եթե փայլուն հայ անուն մլինի, ամբողջ հայերուն համար դա լավ է։ Մենք քիչ ենք, բայց եթե փայլուն լինենք, դե ուրեմն մարդիկ կսեն, հայերը լավ ժողովուրդ են։ Աստղիկ, գիտեմ, որ սա հատուկ գործիք է, հատուկ պատմություն ունեցող գործիք է, պատմեք խնդրում եմ, ինչ գործիք է սա։ Մեկ հատ շատ գեղեցիկ գործիք մնե 1756 թվականից, որ ես 20 տարվա համար ունեմ, որ գարամ նվագել։ Ժամանակավոր օգտագործման համար է։ Այո, գարամ նվագել այս գործիքը ուղղակի կանց մնե, ասիգա մեծ բախտավորություն մնե, երբ որ երաժիշտ են, կարծեմ երևի մենակ գործն է, որ թանկարանի գործիքներու հետ ամբողջ օրը աշխատում ենք եւ խաղում ենք։ Ադիալ շատ մեծ բախտ մնե։ Կարող եք պատկերացնել որքան կարող է արժանալ այս թավջութակը։ Գիտեմ, արժեքը գիտեմ, բայց չեմ գիտեր եթե հատկանալ։ Շատ արժեքավոր, բայց դե թանկարանի ուղղակի գործիքներ են, որ թանկարանի գործիքներ են, բայց պետք է որ ցայն հնչի այս գործիքներն, որ
Ցայնի շնորհիվ էինք արժեք ստանում։ Հա, բայց Ուրիշի ձեռքում ինքն այդքան չի արժանա։ բայց սպայդը գա, պատմությունը գա։ Ես կարծում եմ ամենաարժեքավոր բաները այս աշխարհին վրա անձերն են։ Ասկորդիկը սենց ասենք քեղեցիկ մի բան է, բայց առանց ինձի, եթե չի հնչեք, արժեք չունի, եւ ես առանց ալիրեն արժեք չունեմ։ Ուրեմն ասենք լավ զույգ ենք երևի։ Ձեզ մոտ ստացվում է մեկը մյուսին համալրել։ Այո։ Աստիկ ես ձեզ իսկապես շատ շնորհակալ եմ, որովհետև դուք հրաշալի օրինակն եք այն երաժշտի, ով ոչ միայն մաքուր արվեստով է զբաղվում, այլ նաև քարոզում է իր արմատները, երկիրը, որտեղից նա է արմատները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ասիկ, քանի որ գինի սիրում եք, գնահատեք իմ այս նվերը, մանավանդ որ սա սովորական գինի չէ, անամոր կոչվող այս գինին Մանուկյան ընկերությունը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, այդպես էլ